Ողջունում եմ հարգելի գործընկերներ, այսօր իմ հյուրն է Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական ցուցակի պատգամավոր թեկնածու Սուրեն Սուրենյանցը, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Սուրենյանց, քանի որ զարգացումները շատ արագ են տեղի ունենում եւ երեք դեռ մենք ասուլիսի ժամանակ այստեղ լրիվ այլ թեմայից ենք խոսում, դրանից հետո ռեպրեսիվ այլ դրսևորումներ ականատես եղանք, ես ուզում եմ հետաքրքրվել նախ առաջի հերթին այս պահի դրությամբ որևէ նորություն ունեք Անդրանիկ Թևանյանի հետ կապված, այսինքն իրավապահ համակարգը անցել է բուն գործողություններին, որի հրահանգը երեք ուղիղ ստացավ Նիկոլ Փաշինյանից։ Նախ ես ուզում եմ արձանագրել, որ միայն երեք Նիկոլ Փաշինյանը այնքան ապօրինություններ է արել, որ այդ ապօրինությունները կեհերիք են, որ նա մի ամբողջ կյանք անցկացնի անազատության մեջ։ Նա երեք լայվի ռեժիմով ապօրինի իրանքների մի ամբողջ փունջ է արձակել, Արադ Ցեմենտից սկսած, հետո Անդրանիկ Թևանյանի պատմությունը, ասեմ, որ նոր ինֆորմացիա չունենք, այն բանից հետո ինչ որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, տեղի է ունեցել արտառոց մի փաստ, վստահ եմ, որ համաշխարհային պատմության մեջ է, որովհետև ես գոնե, որ քաղաքագետ եմ եւ առնվազն մի քանի տասնամյակ ոչ միայն հայաստանյան, այլ նաեւ այլ երկրների ընտրական գործընթացների եմ հետևում, նման այլանդակություն առաջին անգամ եմ տեսնում, երբ որ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը նախ ազդարարում է, որ մի քանի ժամ հետո մարդու անուն եմ տալու, որը լրտեսությամբ է զբաղվել, հետո այդ հանդիպման ժամանակ ուղիղ հրահանգ է իջեցնում իրավապահ մարմիններին։ Այստեղ մի քանի շերտ կա։ Առաջինը, դուք գիտեք, հենց ինքն է այդ մասին անոնսավորել, որ Նիկոլ Փաշինյանը այս պահին պաշտոնապես գտնվում է արձակուրդում։ Եվ ընտրական օրենսգրքի պահանջն է դա, ոչ թե ցանկությամբ է գտնվում։ Հետևաբար իրավապահ մարմինները, նրան ենթակա կառույցները այս պահին նրան իրավունք չունեին որևէ բան զեկուցել։ Ուրեմն ապօրինի զեկուցել են հերիք չի։ Ինքն էլ այդ զեկույցները օգտագործել է ապօրինաբար իր մրցակիցներից մեկի դեմ ռեպրեսիա սանձազերծելու համար։ Հիմա սա նշանակում է Նիկոլ Փաշինյանը իրականում արձակուրդի ռեժիմում չի, գործ ունեն կեղծ արձակուրդի հետ։ Սա բավարար պատճառ է, որպեսզի կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղարկի նրա գրանցումը։ Այսինքն եթե մենք ապրենք նորմալ երկրում եւ եթե այդ եվրոդիտորդներ կան եւ այլն, որոնք կուրսք են ծեծում ժողովրդավարության, մարդու իրավունքների, թափանցիկ ընտրական համակարգի, թափանցիկ ընտրական պրոցեսի համար այս մարդիկ այս խնդիրը հենց հիմա պիտի բարձրաձայնեն։ Սա մեկ։ Երկրորդը որտեղ եք տեսել ժողովրդավարական պետություն կամ նույնիսկ կիսա ավտորիտար, կիսա ժողովրդավարական հիբրիդային ռեժիմ, որտեղ ուղիղ եթերում պետության ղեկավարը հրահանգի ինչ-որ մեկի դեմ քրեական հետապնդում սանձազերծել։ Նույնիսկ հոդվածը նշի, թե որով պետք է հետապնդել։ Այո, արդեն հոդվածն էլ նշի, հատկանիշներն էլ նշի, սա աննախադեպ, ընդ որում մեր հետ կապված սա երրորդ դեպքն է։ Ես ուզում եմ հատուկ հիշեցնել։ Ընդ որում այդ երեք դեպքերը ոչ ավել, ոչ պակաս մի 7-8 օրվա մեջ են արձանագրվել, ոչ թե երկար ժամանակահատվածում։ Առաջինը նա Փողոցային Խուժանի բառապաշարով անդրադարձավ Նվեր Ծառուկյանի հարցին, որից ընդամենը 1 ժամ հետո գլխավոր դատախազությունը հաղորդագրություն արեց։ Երկրորդը նա երեք էլի քաղաքական վրեժխնդրության, քաղաքական թիրախավորման բառապաշարով անդրադարձավ Արադ Ցեմենտին, րոպեներ անց գլխավոր դատախազությունը արեց հայտարարություն, կասկած չունեմ, որ նրա երեկվա հայտարարությունը, անօրինական հայտարարությունը այսօր իրավապահ մարմինները սկսելու են ինչ-որ գործընթաց վարույթ, այսինքն հասկանում եք, Նիկոլ Փաշինյանը ամբողջ պետությունը, պետական ինստիտուտները դարձրել է
քաղաքական քինախնդրության, քաղաքական հաշվեհարդարի գործիք։ Չկա այլևս պետական համակարգ։ Բոլոր այդ պետական ինստիտուտները, որոնք սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ ունեն իրենց հստակ լիազորությունները եւ շատ դեպքերում պարտավոր են չենթարկվել վարչապետին, որտեղ օրենսդրությունը կարգավորում է նրանց գործունեության շրջանակը, վերածվել են Նիկոլ Փաշինյանի գրպանում տեղավորված պատժիչ գործիքների։ Պարոն Սուրենյան, ես ձեզ ընդհատեմ, բայց ես կուզեի, որ դուք նաև մեր հարգելի քաղաքացիներին հիշեցնեք, որ սա նոր չի, այսինքն Նիկոլ Փաշինյանը հենց նոր չսկսեց նման գործելավոճը։ Հիշենք ամենամեծ ողբերգական դեպքերից մեկը Ազատի հրդեհը, երբ ընդամենը ժամեր անց ինքը կառավարության նիստում արդեն հայտարարեց ով է մեղավոր, ինչ է տեղի ունեցել, այն դեպքում, որ նույնիսկ պաշտպանության նախարարը չէր գնացել դեպքի վայր եւ ըստ էության դեռ պետք է նախաքննություն տարվեր, բայց փաստացի մենք ունենք մի իրավիճակ, երբ ինքը տարիներ շարունակ այդպես հրահանգներ իջեցրել է, իր ապահամակարգը կամակատար դա իրականացրել է, մենք բոլորս լռել ենք ու տենց անցել ենք, ու եկավ այսօր, երբ ինքը քարոզ արշավը վերածել է իր խաղի կանոններով, ինչ որ սենց մեկ խեղկատակի թատրոն, խեղկատակ դիկտատորի կամ դիկտատորի։ Հիմա տեսեք, դուք ճիշտ եք, ես շատ լավ հիշում եմ կառավարության այդ նիստը եւ իր ցինիզմը։ Երբ որ մի քանի ժամ էր անցել, ինքը համարյա պատմում էր այդ սենյակում ինչա տեղի ունեցել, այդ կացարանը, որը մեղքա անգամ զորամաս անվանել է։ Հիմա, բայց ես ավելի վաղ կարող եմ գնալ, ավելի վաղ։ Դա եղել է նույնիսկ 2018-20 թվերին։ Հիշում եք, չէ, հենց էլի մեր հետ կապված բան է, ես ուզում եմ նույնիսկ մեր հետ կապված, ուզում եմ հիշեցնել, որ ինքը հետևողականորեն այս ապօրինի ընթացքի մեջ է։ 2020 թվականին նա էլի հիստերիկ նոպայի մեջ ազգային ժողովի ամբիոնից մի շարք կուսակցությունների, այդ թվում Բարգավաճ Հայաստանին մեղադրեց ընտրակեղծարարության մեջ, հետո մի հատ շինծուգործ հարուցեցին պարոն Ծառուկյանի դեմ, հետո այդ գործի բերումով պարոն Ծառուկյանը նույնիսկ 2 թե ավելի ամիս ազատազրկվեց, պատերազմի ժամանակ էր հիշում։ Առաջ ազատազրկվեց, մի քանի օր առաջ ազատազրկվեց, այո, պատերազմի ավարտից մի քանի օր առաջ խապամամիջոցը փոխվեց։ Ու այդ ժամանակ էլ Նիկոլ Փաշինյանը այս նույն ձևով պնդումներ էր անում, դերևս չկայացած դատական ակտի պայմաններում մեղավորներ էր կարգում, ինչ ստացվեց։ Պարոն Ծառուկյանը արդարացվեց դատարանում, փշրվեց այդ մեղադրանքը, բայց այսօր ոչ մեկ չի հիշում, որ Նիկոլ Փաշինյանը ցինիկորեն ստել է։ Այո։ Այսօր ոչ մեկ չի հիշում, որ այդ ազատ հատի կացարանի վերսիան ըստ էության ջախջախվել է։ Խայտարակ դատավարությունների միջականատես։ Հիմա տեսեք, ես շատ համոզիչ կերպով վստահ եմ, որ Անդրանիկ Թևանյանի հանդեպ այս կեղծ մեղադրանքները փշրվելու են, բայց հենց տեսեք ինքը ինչ տոնով է խոսում։ Անեղության կանխավարկածի ինստիտուտի վրա թքածունի, բնականon եւ իրավաչափ քննության ինստիտուտի վրա թքածունի, ինքը որոշել է, հոդվածը դրել է, հիմա իր գրպանում տեղավորված քննչական մարմինները պարտավոր են այդ մեկ մարդու հիվանդ երևակայությունը ինչ-որ իրավական փաթեթավորում տալ։ Սա ծիծաղելիել չի։ Սա ողբերգություն է։ Ամենայն անկեղծությամբ սա ողբերգություն է։ Դե տոտալիտար ռեժիմ էլ ոնց ալու Հիմա տեսեք, նախ մենք մեր շատ ամուր զորակցություն ենք հայտնում մեր ընկերոջը, մեր թիմակցին, մեր գործընկերոջը Անդրանիկ Թևանյանին, ինչ էլ որ լինի, մենք չենք շեղվելու մեր իշխանափոխության հասնելու օրակարգից եւ բոլոր հնարավոր քաղաքական եւ լեգալ մեթոդներով զորակցելու ենք Անդրանիկ Թևանյանին, որտեղ Անդրանիկ Թևանյանի գործունեությունը թափանցիկ է եղել, բոլորի աչքի առաջ է եղել։ Երբեք նրա հաղորդորաբանությունը հեղափոխության հենց առաջի օրերից սկսած չի փոխվել, այսինքն նա
միշտ քննադատել է Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը։ Այդ քննադատությունը բավականին հիմնավոր եւ ռացիոնալ է եղել, եւ կյանքը ցույց է տվել, որ այդ քննադատությունների մեծ մասը ոչ միայն արդարացված են, այլ այն ինչ կանխատեսվում էր պարոն Թևանյանի կողմից, Անդրանիկի կողմից շատ հաճախ իրականություն է դարձել։ Հետևաբար հանկարծ ինքը չմտածի, որ այս կեղծ թիրախավորումով լաչառության հասնող պսևդո դատախազական կեցվածքով ինքը կարող է սпасանել մեր վճռականությունը կամ ինչ-որ հույսեր ունենալ, որ մեր թիմի ներսում հուսահատության ցեցա գցելու եւ այլն չի ստացվելու։ Դուք նշեցիք, որ ինչ է լինի, չեք շեղվելու եւ 3 ԲԿ-ի նախընտրական շտաբն էլ այդ հայտարարությունը տարածեց դատապարտող, որում նշում էր, որ չեք շեղվելու։ Բայց պարոն Սուրենյանց, տեսեք, բոլոր քաղաքական ուժերը բացառությամբ քաղաքացիական պայմանագրի վարում են, այսպես ասած, դասական քարոզարշավ։ Այսինքն այն ինչ որ պետք է, հանդիպումներ, միայն իշխանության ներկայացուցիչն է, որ ինչպես դուք քիչ առաջ նշեցիք, ինչ որ խայտարակ բառապաշարով, փողոցային խուլիգանի բառապաշարով է հանդես գալի, հրահանգներ է տալի իրավապահ համակարգին, որը վարկյանական սենց վազում է դրանք կատարելու։ Գուցե ինչ որ մի բան պետք է փոխել, որպեսզի այս քարոզարշավի այս սխալ ընթացքը մեղմվի կամ հասարակությանը վերջապես հասնի այն, որ մենք դեպի անդունդն են գլորվում։ Տեսեք, ընդհանրապես, այո, 18 քաղաքական ուժ անկախ իրենց տարբեր օրակարգերից, հաճախ նաև հակադրվող օրակարգերից, այո, մտել էին ծրագրային ընտրարշավի մեջ, բովանդակային, որտեղ ընտրական գործընթացը հենց այդպիսին լինի։ Եվ մեկ մարդ, որի մեջ միավորված է փողոցային խուլիգանի, ստախոսի, մանիպուլյատորի, դեմագոգի, կեղծարարի, հայրենիքի գողի եւ կարող եմ այսպես ամբողջ մի 30 րոպե այդ հատկանիշները նշել կերպար, այդ մեկ մարդը ոնց որ փորձի ականապատել ընտրական գործընթացը իր վարքագծով, խոսույթով, ամեն ինչով։ Հիմա բնականաբար այդ 18-ն են ճիշտ եւ ինքն է սխալ, բայց բնականաբար գործ ունենք դժբախտաբար մի քաղաքական ուժի հետ, որի ձեռքին են պետական բոլոր լծակները եւ այսինքն իրանք ուզենք թե չուզենք, այդ ուժը որոշակիորեն ազդում է օրակարգի ձևավորման վրա։ Ես այդ հարցի ենթատեքստը հասկանում եմ, իհարկե մենք պիտի մի կողմից չտրվենք սադրանքի եւ շարունակենք մեր ընթացքը, մյուս կողմից չենք կարող անտեսել այս ակնհայտ այլանդակությունները, որովհետեւ ոնց կարող ենք ձև տալ, թե ոչինչ տեղի չի ունենում։ Երբ որ մեկը գողի պես մտնում է քո տունը, չես կարող տան բնականon ընթացքը շարունակես չնկատելու համար տուն ներխուժած ավազակին, հա, մոտավորապես այդ վիճակն է։ Ես կարծում եմ, որ մարտավարության որոշակի փոփոխություններ հարկադրված անելու ենք, ես երեք մեր բրիֆինգում էլ եմ ասել, այն հստակ մեսիջով, թե հասարակության ուղղված, թե իշխանության ուղղված, որ եթե այս ռեպրեսիաները եւ ընտրախախտության դրսևորումները շարունակվեն եւ հունիսի 7-ը ինքը ապօրինաբար փորձի դարձնել իր վերարտադրության օր, ստանալու է հեղափոխություն։ Այսինքն մենք պիտի կարողանանք էլեկտորալ այս process-ը մենք լավ ենք անում, որ ընտրություններին հավատում ենք եւ հասարակությունը այսինքն կարողանանք այս էլեկտորալ process-ը process-ի փոխի միքս անել, որտեղ միակ բանը կարող է կաշկանդել կամ երկու բան, որը կարող է կաշկանդել Նիկոլ Փաշինյանին, որը ակնհայտորեն դիկտատորի հակումներ ունի, ակնհայտորեն։ Կարող եմ մի 10 հատկանիշով դա ապացուցել։ Երկու բան կարող է իրան կաշկանդել։ Ընտրություններին հասարակության շատ ակտիվ մասնակցությունը, ինչի պարագայում կեղծարարության հնարավորությունները սահմանափակվում են, եւ երկրորդ, եթե նա վախեր ունենա, որ ընդդիմությունը ի վիճակի է շատ ակտիվ փողոց գեներացնել։
Բոլոր ավտորիտար կամ դիկտատորական հակումներ ունեցող մարդկանց այս երկու գործոններն են կաշկանդում, որովհետև իրենց ընտրությունների դատավոր համարող արևմտյան ինստիտուտները խուլ ու համր են դարձել աշխարհաքաղաքական շահերից ելնելով, այսինքն իրենք Ալիևի երջանիկ վասալին եւ իրենց սատելիտին եմ պաշտպանում, աշխ փակելով նրա բոլոր այլանդակությունների վրա, բայց եթե օրինակ հիմա ես փորձեմ մի խոսույթ օգտագործել, անգամ 1%-ը այն խոսույթի, որ օգտագործում է Նիկոլ Փաշինյանը, երևի կասկած չունեք, որ այս կառավարից չեմ հասցնի, ես դուրս գամ, հաշվի առնելով, որ մեր հաղորդումը ուղիղ եթերում է։ Այո, մենք երբեք չենք օգտագործի սատկացնելու, կզացնելու, չոքացնելու, այդ տերմինները չենք օգտագործելու, բայց մենք քաղաքական մեր կարծում Նիկոլ Փաշինյանի ամբողջ ծավալով պիտի անենք եւ ես երեք բրիֆինգում պատահական չեմ ասել հունիսի 7-ը եթե իհարկե ռացիոնալությունն ու իրականության ընկալումը ամբողջովին իրեն չեն դավաճանել հունիսի 7-ը ըստ էության իր վերջին շանսն է անցնցում քաղաքակիրթ հեռանալու որտեղ ընտրությունների ճանապարհով հեռանալը ենթադրում է երաշխիքների համակարգ այնուամենայնիվ դա լեգալ միջոց է, չէ՞, ընտրություններից հեռանալու։ Ինչքան ինքը այս մեթոդով պահեց իշխանությունը, այնքան հասարակության հակազդեցությունը մեծանալու է, ինչը մի օր հանգեցնելու է միևնույնն է։ Իսկ այդ մի օրը սարերի հետևում էլ չի։ Այդպիսի մի հզոր ցասման, որի մասշտաբի մասին ինքը պատկերացում անգամ չունի։ Տեսեք, ես տեղեկություններ ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը, այսինքն քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հունիսի 8-ին հրապարակը ամրագրել է ինչ-որ միջոցառման համար եւ եթե մենք համադրում ենք այն տեղեկությունը, որ մայիսի 28-ին տեղի ունենալիք այսպես կոչված այդ ռազմական շքերթից հետո Երևան բերվող զինատեսակները մնալու են մայրաքաղաքում, այսինքն կարող ենք ենթադրել, որ Փաշինյանը այդուհանդերձ դիտարկում է, որ այդ ձեր նշած փողոցը կարող է տեղի ունենալ հունիսի 8-ին։ Իհարկե դիտարկում է։ Նախ ուզում եմ ասեմ, եթե անգամ բոլոր հրապարակները Բրոնյանի հունիսի 8-ի համար, դա իրեն չի փրկելու, որտեղ եթե հասարակությունը մեծ դժգոհություն ունեցավ, չի նայելու այդ հանրահավաքը արտոնվածա ցասումը հանրահավաքից դրանով է տարբերվում։ Ինքը ըստ էության կազմակերպիչներ չի ունենում, ինքը ըստ էության մոդելավորում չի սիրում, ինքը ինքնաբուխ առաջացող բան է, սա մեկ։ Նիկոլ Փաշինյանը չի կարող այդ վտանգը չզգալ կամ այդ ռիսկը չզգալ, որովհետև ինքը հատկապես Երևանում առերեսվում է իր նկատմամբ հասարակության զզվանքի փաստի հետ։ Մենք տեսնում ենք, չէ, երբ որ նա Երևանում է շրջում, օրը առնվազն մեկ շատ խոշոր սկանդալ լինում է։ Գիտեք, անկախ նրանից, որ այդ տղայի գործունեությունը ես Արցախում քննադատել եմ, մարդու տարան կալանքի արդեն գիտենք առավոտյան իմացանք Արթուր Օսիպյանը ինչի համար է մարդու տարան կալանքի։ Չի զոհվել։ Ընդամենը նրա երկու բանի համար, այո, չի զոհվել, իդեպ ցինիկ խոսույթի իշխանության, չի զոհվել մեկ, երկրորդը համարձակվել է, ընդամենը 2 րոպեում Նիկոլ Փաշինյանի դեմը կանգնած նրա Ղարաբաղյան քաղաքականության մերկությունը բացահայտել։ Իդեպ Նիկոլ Փաշինյանը երեք նախկին նախագահներին էր կանչում բանավեճի հետևում, հիշում եք, հələ պատկերացրեք մի արցախցի երիտասարդ, որը բանակցային գաղտնիքներին չի տիրապետում, որը կարդալով փաստաթղթերը կարողացավ մերկացնել Նիկոլ Փաշինյանին, այդ լուզերը թող պատկերացնի ինչ կլիներ իր հետ, եթե երեք նախագահները մասնակցեին բանավեճի։ Հիմա, այս մարդուն կալանավորել է երկու բանի հետ համար, որ չի մեռել, ոնց որ թե բոլոր ողջ մնացած հայերը դարձել են Նիկոլ Փաշինյանի, նրա այն խելապակաս պաշտպանության նախարարի թշնամիները, այսինքն
որը չի մահացել, փաստորեն իր ողերին թշնամին է դարձել։ Եվ այս մարդու մեղքը փաստորեն չմերներն էր եւ Նիկոլ Փաշինյանը չհամաձայնվել։ Դրա համար քարտի գնացել է կանանքի։ Հասկանում եք։ Այսինքն փողոցում Նիկոլ Փաշինյանին հանդիպել է դարձել է մեղք։ Դե եթե կամ այդ հղի կնոջ պատմություն առնելու մանալու են մարդիկ։ Ես ուզում եի դա հիշեցնել, որ եթե մեր երկրում նախընտրական պաստառ պոկելու համար մարդուն հասցնում են հոգեբուժարան եւ Իդեպ ընտրաշան նաեւ դրանով տարբերվեց։ Եկեք չասենք ինչ։ Դրանով տարբերվեց։ Տեսեք 2008-ին էլ է դաժան բանը ունեցել, բայց այդ հետընտրական կոշտ բախման ընթացքում է տեղի ունեցել 10 զոհերի։ Բայց որ նախընտրական փուլում քաղաքական պատճառով մարդ մահանար։ Այո։ Այն էլ իշխանության ռեպրեսիայի հետևանքով։ Սա ուղղակի նախ այդ պաստառ պոկելը ես ուզում եմ մեր հեռուստադիտողն էլ իմանա, դա քրեորեն պատժելի արարք չի։ Չի խրախուսում, բայց դա քրեորեն պատժելի արարք չի։ Դա վարչական իրավախախտում է, որի համար 100 թե 150 հազար դրամ տուգանք է հասնում, այսինքն այդ մարդուն ազատությունից զրկելու իրավունք էլ չունեին։ Բայց քանի որ նորին գերազանցության պաստառներ փոքել, իսկ այն բանը է դիկտատորական։ Սա եւս մեկ ապացույց է, որ մեր երկրում որևէ գերատեսչություն իր տեղում չի, որովհետև եթե այս դեպքը լիներ, չգիտեմ, ուրիշ երկրում, դրա հետքով կգնային նույն ՄԻՊ-ը, իսկ մեր մոտ ՄԻՊ-ը ինչ որ անատամ, ողնաշար հայտարարություններով է շարունակում հանդես գալ, այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանին է սկսում պաշտպանել, եւ ես հիշում եմ, մենք տարիներ առաջ իրեն ՆԻՊ էինք կոչում, հենց Նիկոլ Փաշինյանի իրավունքների պաշտպան, ես կարծում եմ ոչինչ չի փոխվել, մեր երկրում որևէ ինստիտուտ իր տեղում չէ։ Բոլորի ղեկավարը, դիրիժորը Նիկոլ Փաշինյանը դրա համար այսօր իրենք, բայց լավ, ինչ անենք, որ այս փակուղուց դուրս գանք։ Լավ, ես ուրիշ բան ձեզ ասեմ։ Տեսեք, ինքը մենակ Անդրանիկ Թևանյանի հասցեին այդ ստոր մեղադրանքը չի հնչեցրել։ Հնչեցրել է նաև իրեն հիմքեր պետք չէ։ Ընդդիմության 3-4 լիդերի մասին։ Այո։ Եթե մենք նորմալ երկրում ապրենք, հիմա իրավապահ մարմինները Նիկոլ Փաշինյանը դիկան չեն, կամ ինքը բոլորիս ըստ էության լրտեսության ինքերը ներկայացնել ապացույցները եւ մեր նկատմամբ ասենք քննչական գործողություններ լինեին, կամ պիտի սուտ մատնության հոդված դրվեր Նիկոլ Փաշինյանի վրա, դա ծանր զրպարտություն է դուրս տվել ընդդիմադիր լիդերների հասցեին։ Այո, փակուղի է, բայց փակուղին երկու ելք ունի։ Առաջինը ակտիվ մասնակցել հուլիսի 7-ի ընտրություններին, գերց դրանից էլ վախեցած փոխում է հասարակության ակտիվության մակարդակը նվազեցնել։ Հենց այդ նպատակով անում։ Եվ երկրորդը պատրաստ լինել ակտիվ փողոցի, եթե իշխանությունները կգնան այլանդակությունների։ Այս այլանդակությունները կշարունակվեն, որովհետև եթե այս փուլում նման այլանդակության ականատեսնեք, պատկերացնում եք ինչ է լինելու վերջի օրերին կամ ընտրությունների օրը։ Այսինքն բանաձևը շատ պարզ է։ Այդ ես միջև Քարոզ Արշավն եմ ասել, միջև այս ամեն ինչի պաշտոնական մեկնարկն եմ ասել։ Ընտրություններ գումարած փողոց, այս միքսն է, այս բանաձևն է հաղթելու Նիկոլ Փաշինյանի։ Ինքը պիտի մանևրի բոլոր հնարավորություններից զրկվի։ Այդ դեպքում ոչ մի Վենս, ոչ մի Մակրոն, ոչ մի կայականաս իրեն չի կարող փրկել, ոչ էլ իր սիրելի պատրոնը Իլհամ Ալիևը։ Հələ տեսեք ինչ խոսույթ է զարգացնում։ Ասում է, ձեզ թվում է Հայաստանում միշտ 90% հայերեն ապրեն։ Այլավել ոնց լեգիտիմացի, հասարակության ադապտացի վիճակին, որ պետք է ադրբեջանցիներ գան Հայաստան։ Ո՞վ նախապատրաստ։ Բազա չէ անում։ Ու դու ոչ մի այսպես կոչված անաչառ քաղաքագետ դրանից բուսնում են, չէ՞։ Տենց իբր անաչառ են, տենց բոլորին, տենց նույնական գնահատականներ են տալի, բան։ Դու ոչ մի անաչառ քաղաքագետ պրոպագանդիստ չփորձի, հա, հեքիաթներ պատմել, որ Նիկոլ Փաշինյանը պատմական էքսկուրս է անում։ Բա որ պատմական էքսկուրս է անում էր։ Չուզեց հիշել, որ երկրի շնորհիվ է, որ հայությունը ստեղ մեծամասնություն է կազմել, ոնց դարձանք սուբյեկտություն։
Թե արդեն ձեռ չէր տալիս։ Դեռ չի տալի։ Եթե հիշում եք, ինքը հայոց ցեղասպանության մասից էլ հարաբերս չգիտի։ Բայց հայոց ցեղասպանության մասին էլ մի քանի տարի առաջ ասեց, որ դեռ պետք է հասկանալ ինչ է։ Ինքը ընդհանրապես պատմություն չունի։ Թեզերը բերում դնում են դեմը, այդ թեզերի մեծ մասն էլ մշակում է Բաքվում։ Դնում են դեմը ինքը այդ թեզեր առանց հասկանալու շատ դեպքերում էլ հասկանալու եւ նեյգաբար մեր քաղաքակրթական ազգային պետական արժեքների դեմ խոսել։ Ես կարծում եմ ինքը հասկանալով է դա անում։ Իրան այդ հիշում եք մի քանի տարի առաջ ասում են դե հիվանդ մարդաբանի տեղից դնենք ինքն էր չէ կարծեմ ասում որ այդ ձև են ասում թող ուշադրություն չդարձնեն դե հիմա հիվանդ մարդ է ես ին գործը առաջ տանեմ կարծեմ ինքն էր հենց նման բան ասում այ հենց ամենասխալը մեր դրանում է որ մենք միշտ իրան համարել ենք այդպեսին բայց ինքը իր գործը տարել է առաջ հիվանդի կանխավարկածը իհարկե Նիկոլ Փաշինյանը ես հոգեպես եւ վարկագծի առումով կայուն մարդ չեմ համարում բայց դա չի նշանակում որ մենք իր քայլերին դինայինք գժի կանխավարկածի պրիզմայով հստակ իր գիծը տանում է առաջ ինքը հատկապես ներքաղաքական հարցերում շատ լավ գիտակցում է իր շահը շատ լավ գիտակցում է իր օրակարգը շատ լավ պատկերացնում է այն ճանապարհային քարտեզը որով պիտի գնա այսինքն ինքը եթե մենք մոտեցանք իր վարկագծին եւ մեր գնահատականները կառուցեցինք գժի կանխավարկածի պրիզմայով մենք տանուլ ենք այո որովհետեւ այո նա հոգեկան կայունության հետ կապված շատ խնդիրներ ունի բայց նա անում է շատ սառնասիրտ մտածված նույնիսկ իր հիստերիան կառավարվող են ավելի քան վստահ Քանի որ դուք հիշատակեցիք մեր նախկին նախագահներին, ես ուզում եմ հարցս ձևակերպել նրանցից մեկի բնորոշմամբ։ Ազգակործան պատուհասի հաջորդ քայլերը որոնք են լինելու ձեզ։ Էսկալացիայի խորացումը իմ պատկերացմամբ նա տիրապետում է տեղեկատվության, որ քիչ թե շատ ցիվիլ, քիչ թե շատ օրինական ընտրությունների պարագայում ինքը պարտություն է կրելու Եվ ինքը միտումնավոր գնում է սադրանքի երկու նպատակով կամ հրահարել քաղաքացիական բախումներ որպեսզի իր ռեպրեսիաների ինչ-որ կերպ կարողանա լեգիտիմացնել այ ասի բախումներ եղան ստիպված այս բաները արեցի այս բոլորին կալանավորեցի եւ այլն կամ այդ նպատակով կամ ծայրահեղ դեպքում նույնիսկ ընտրությունները հետաձգելու Կարող է նույնիսկ Զելենսկու օրինակը, չէ, այսինքն ռազմական դրություն մտցնի ու հավերժ մնա։ Դրա համար ես ասում եմ, ինքը հիմա տանում է արհեստական էսկալացիա գեներացնելու սադրանքի, մենք պիտի կոշտացնենք մեր մարտավարությունը, բայց չտրվենք այդ սադրանքին։ Ակնհայտ է ինքը ինչ անում։ Որովհետև ունից անում է կամ փորձում է ունից անել իր մրցակիցներին, փորձում է նրանց մղել չմտածված կոշտ քայլերի քաղաքական, բայց չմտածվածը։ Մենք պիտի նույնիսկ շատ կարծր կոշտ մարտավարությունը խիստ հաշվարկված մեր պիտի լինի, բոլոր ռիսկերը հաշվի առնելով։ Նիկոլ Փաշինյանին լայնածավալ ռեպրեսիաներ անելու ալիբի չպիտի տանք մենք։ Սա է նպատակը եւ ցանկությունը։ Լավ Հուսանք, որ լավ կլինի, բայց այսօր մեր հեռուստադիտողներին խնդրենք, որ օպերատիվ հետևեն մեր հաղորդագրություններին։ Իհարկե շատ կուզենամ, որ գոնե մի դեպք լինի, որ իրավապահ մարմինները քաջություն ունենան Նիկոլ Փաշինյանի ապօրինի իրավունքը չկատարեն, բայց եկեք մանկական պատրանքներով չապրենք։ Երեկվա դրությամբ տեսանք, որ տես չի։ Մանկական պատրանքներով չապրենք, Նիկոլ Փաշինյանը ապօրին իրավունք է տվել, այդ նշանակում է առաջիկա ժամերին օրվա ընթացքում պետք է սպասել իրավապահների նոր ռեպրեսիաների, նոր ապօրինությունների, այնպես որ մեր հեռուստադիտողները թող հետևեն մեր պաշտոնական հաղորդագրությունների, գուցե ըստ անհրաժեշտության նաև ուղիղ միացումների, որովհետև կրկնում եմ, մենք բոլոր տարբերակների, սցենարների համար ունենք մեր գործողությունների հստակ պլանը եւ որևէ բանից անակնկալի չենք գալու։
Հաջողություն եմ մաղթում։ Շնորհակալություն։ Կհանդիպենք։